Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, հարգելի քաղաքացիներ, սիրելի ընկերներ, քանի որ վստահ եմ նաև լրատվամիջոցներից հետաքրքրվողներ կլինեն, քիչ առաջ հրապարակեցի Նարեկ Սամսոնյանի վերաբերյալ Արաքելյանի դատարանի որոշումը, կուզենայի որոշ մանրամասներ, դետալներ ավելացնել եւ գուցե դրանով նաև բոլոր լրատվամիջոցները կարող են վերցնել որպես սեփական նյութ եւ օգտագործել այն ամենը, ինչ որ ես հիմա այս ավտոլայվի շրջանակներում կներկայացնեմ։ Ինչի մասին էր խոսքը, դատական ինչ նիստի մասին էր խոսքը, հիշեցնեմ, որ Նարեկ Սամսոնյանի եւ քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ 2025 թվականի նոյեմբերի 13-ից քրեական հետապնդում է իրականացվում, ի սկզբանե երկուսն էլ բանտային կալանքի տակ էին ազատ խոսքի համար։ Առաջին անգամ չի, երկրորդ անգամ է խուլիգանության մեղադրանքով մենք ունենք մեկ դատական ակտ նույնաբնույթ արարքի համար, որով որ դատարանը քաղաքական համատեքստում որպես ծայրահեղ միջոց որոշ դեպքերում հայհոյանքներ հնչեցնել չի դիտել խուլիգանության հանցակազմի մաս, դա բողոքարկվել է դատախազության կողմից, գործը գտնվում է վերաքննիչ դատարանում, այնուհանդերձ երկրորդ անգամ եւս նույն ըստ էության մեղադրանքով տղաները ձերբակալվեցին եւ այնուհետեւ կալանավորվեցին։ Հիշում եք, Նարեկ Սամսոնյանը հայտարարեց հացադուլ, դրան զուգահեռ դրանից առաջ մինչև հացադուլը առողջական խնդիրներ էին առաջացել։ 10 քանի օր հացադուլում մնալուց հետո Նարեկը տեղափոխվեց հիվանդանոց։ Այդ ընթացքում մենք բողոքարկեցինք դատարանի որոշումը եւ մինչև վերաքննիչ դատարանի որոշումը մի հատ էլ միջնորդություն էինք բերել առողջական վիճակից ելնելով այն ժամանակ բանտային կալանքը փոխելու վարչական հսկողության, որովհետեւ անընդհատ հիվանդանոց գնալու խնդիր կա, ամեն անգամ դատարանին միջնորդություն չանենք, առողջությունը վերականգնելու խնդիր ունի Նարեկը։ Այն բանից հետո, երբ որ վերաքննիչ դատարանը փոխեց տնային կալանքի, մենք Արաքելյանի դատարանում պնդեցինք մեր միջնորդությունը, նշեցինք, որ մեր միջնորդությունը նույն ըստ էության ուժի մեջ է, որովհետև այն պայմանը, որը որ մենք նշել ենք, անազատությունը ուժի մեջ է։ Նարեկ Սամսոնյանը շարունակում էր մնալ անազատության մեջ, ուղղակի անազատության մեջ բանտում թե տանը անազատությունը մնում է անազատություն։ Մենք պնդեցինք մեր միջնորդությունը եւ դատարանը դեռ փետրվարի վերջերին այսօր ընտրեց որպես նիստի օր, հենց բացառապես մեր այս հրատապ միջնորդությունը քննարկելու համար։ Այսօր տեղի ունեցավ միջնորդությունը, մենք պնդեցինք այն եւ դատարանը որոշեց բավարարել մեր միջնորդությունը, կիրառեց վարչական հսկողություն։ Մի շատ կարևոր հանգամանք, պայմանը հրապարակային խոսքի արգելքն է։ Հրապարակային խոսքի արգելքի առկա, ցանկացած հրապարակային խոսքի մասին է խոսքը Նարեկ Սամսոնյանի պարագայում, սա իգիտություն։ Նաև որ լրատվամիջոցները չփորձեն մեկնաբանություն ստանալ Նարեկից եւ այլն, դա կնշանակի դատարանի կողմից կիրառված արգելքի խախտում։ Մենք շարունակում ենք պնդել, որ տղաների արարքում հանցակազմ չկա, մենք հրապարակել ենք նաև, որ սա այն քիչ դեպքերից է միջազգային կառույցները եւս արձագանքել են առաջին դեպքով այն ամենաբարձր մակարդակով բոլոր կարևորագույն միջազգային կառույցները մարդու իրավունքների ոլորտում, Human Rights Watch-ը, Amnesty International-ը, Freedom House-ը այն ժամանակ արձագանքել են, հիմա նաև դրան միացավ ժուրնալիստական կազմակերպությունը, նաև մեր շնորհակալությունն ենք հայտնում ժուրնալիստների միությանը, քիհկին մեր գործընկերներին, որոնք այս հարցը բարձրաձայնում են տարբեր ատյաններում, ժամանակ են տվել պետությանը արձագանքելու, թե ոնց կարելի է ասես բանի համար մարդուն ազատությունից զրկել, քրեական հետապնդման ենթարկել, բայց ինչևէ, մենք խոսում ենք այս պահին բացառապես խափաման միջոցի մասին,
Մենք շարունակելու ենք մեր դիրքորոշումը պաշտպանել, որ պնդել, որ պետք է դատարանը կայացնի արդարացման դատական ակտ, ինչպես եւ առաջին դեպքում էր եղել 2024 թվականի մարտի գործով 1 տարի եւ մի փոքր ավել անց կայացվեց 25 թվականի հուլիսին կայացվեց արդարացման դատավճիռ։ Սա է։ Փառք Աստծո, Սամսոնյանը հնարավորություն կունենա իր առողջությունը վերականգնել, բազմաթիվ հարցեր կան այստեղ, մանրամասների մեջ բնականաբար չեմ մտնի։ Միաժամանակ ցանկանում եմ, որ սա ոնց են ասում են մեր հայկական բանում եմ ասում, տարոսը մյուս բոլոր քաղբանտարկյալներին, հատկապես Վազգենին մեր Սաղաթելյան, մեղմ ասած խիստ անարդար է, որ նա գտնվում է բանտում, անազատության մեջ։ Այսքանը կարծեք թե բոլոր հարցերին պատասխանեցի։ Այս պահին մենք զբաղված ենք թղթաբանությամբ, որպեսզի այս ամենը իր պատշաճ ձևակերպումները ստանա եւ ազատությունը վերականգնելը նաեւ թղթի վրա լինի, այսինքն դատարանից պետք է որոշումը վերցնենք, պրոբացիային տանք եւ այլն նման բաներ, բայց դատարանը դատական նիստերի դահլիճում հայտարարեց, ինչը ենթադրում է, որ ուժի մեջ է մտնում անմիջապես եւ մենք այդպես էլ ոչ միայն մենք, այլև իրավասու համապատասխան մարմինները այդպես էլ դիտարկում։ Շնորհակալություն, հաջողություն։